Չեխոսլովակիա։ Այսպես ամեն ինչ իմ մոտ ոչ մի բան հենց այնպես չի եղել, լսի, որ միշտ դժվարություններով, միշտ խնդիրների մեջ, միշտ հասկանում ես, այդ դպրոցից այնց հեռացնել է հենց առաջի տարում, հասա, մի քանի օր եմ գնացել դպրոց, այդ Երևան այդ Ծերեթելի կողմի ուղղությամբ գնացող 50 դպրոցը, այդ զամ դիրեկտորը, չգիտեմ, ինչ եղավ, լսի, ինքը խփեց ինձ այդ զամ դիրեկտոր կոչվածը, ես էլ իրեն խփեցի, այդ դիրեկտորը մի հատ կին էր Ամատունին, ինձ կանչեցին ոստիկանություն, դու դպրոցի դիրեկտորի տեղակալին խփել ես, ասի ինքը խփել է, ես էլ եմ խփել, հենց տեղ այդ Վարդանյանն էր, միլիցիայի թաղային այդ տականքը, այնտեղ ինձ մի հատ գլխիս խփեց այդ անասունը, նույնը եղավ այդ բանում, հասկանում ես, այդ 46 դպրոցում ես ճիշտ էլի պրոբլեմներ ունեցել այդ տեղացիների հետ, սա ինչ-որ բաներ էին, ինչ են կոչում, բոշաներ, այդ բոշայի թաղամաս էր կոչում, բոշի թաղ, սա այտենց բաներ, հասկանում ես, այդ նարկոտիկներ, բաներ, ամբողջ այդտեղ էր էլի, այդ բանում, այդ բանի հետ, հրերի հետ 46 բան կար, խորհրդարական ուսումնարան կար, չէ, այնտեղ հետ էլի տենց դիրեկցիայի հետ, դիրեկտոր Ֆելիքսը ինչ էր անում այդ դիրեկտորը, բանին զեկուցել էր, այդ պետական կոմիտեի նախագահ կար, այդ միջնակարգ մասնագիտական կրթության Միքայելյան Սուրենն էր, այդ սպիտակ մազերով մարդ էր, ինձ ասեց բան են արել, որ քեզ հեռացնեմ էլ այդ բանից, գործից, որ դե այդտեղ այդ բաների հետ է սրնում, այդտեղ այդ ուսանողների հետ է սեղել, դա հիմնականում տղաներ ու աղջիկներ էին էլ ինտեղ 17-18 տարեկան, ես էլ ասում, լսի չի ասում այդ բանը, ասում եմ այդ ընկերուհիս եղել, ինչ բան է, բանի որ առեգլայի բան եղել, այդ առնվասություն բան ունեցել, այդ պրոստինը տենց հանով, այդ հավաքարել որ վերցել է, տենց տարել ցույց տվել, շուտել էին սարքում, ու բանն հասկանում ես, նույն այդ բանը կատարվեց բանում, այդ Միքայելյանը որ ինձ կանչեց, ասաց չէ, ասում ինձ բացատրություններ մի տուր, ես ես այդ Ֆելիքսին հանում եմ, ու դու կգնաս ընդեղ դիրեկտոր է բանի ուսումնարանի, ասի չէ, ես չեմ ուզում գնալ այդ բանի դիրեկտոր, ու բանը, որ գնացի, նույնը եղավ համալսարանում, հասկանում ես, ես երրորդ կուրսներ, չորրորդ կուրսներ, որի թղթերս ներկայացրեմ, որ մտնեմ այդ պարտիայի մեջ, մտել եմ այդ Տիտանյան Լեմս կար, այդ առաջի քարտուղարներ կոմսոմոլի, դրանք իսպի երաշխավորագիր տան էլի, կոմսոմոլից և երկու հոգի էլ բանից, այդ համալսարանի դասախոսներից էլի, այդ Տիտանյան Լեմս ասես, բա ես քեզ չեն կարող երաշխավորագիր տալ, չավարդեր ինչ էդ յադեն, ասում, այդ ինչ-որ մի դասախոս է բողոքել, բան քեզանից, ասում ինչի մասն է բողոքել, բա իրեն, որ աղջիկն է, քրոջ տղեն է, թե քրոջ աղջիկն է, որ դու իրան հետ ես եղել, ու դու հիմա լքել ես իրան, շում տենց, հասկանում ես, այդ նույն բաները, ինչը հիմա դա ապացուցես, որ սեն չեղել, անեն չեղել, հասկանում ես, դա բան էր, ազդեց արդեն, ու ես մտածում եմ, որ սյետակի կարամ անեմ էլի դա, հետո պարզվեց, որ
տականքություններն արեցին էլի դրանք։ Եվ նա հասկանում ես։ Ունեց կանը, որ դու հա ամենավերջի բանը, այդ տականք ռուզան կոչված ասկնես, ամենավերջի բոդլի բանը արեցին իմ նկատմամբ, հասկանում ես։ Սանդեղ էր բողոքում, նանդեղ էր բողոքում։ Ու երբ որ մտեց բանի մոտ քաղկոմի առաջի քարտը ներսիսյան կարաբարանցի էշ, դու ասում եմ մի հատ կնիկ չես կարող ղեկավարես, դու ոնց կարաս ռայոն ղեկավարես։ Հասկանում ես, փաստորեն չկարողացա մտնել այդ կուսակցության մեջ, հասկանում ես, ես համասարան բոլոր տվյալներն ունեի, հասկանում ես։ Ես դա արեցի այդ վերջի երկրորդ տարվա ընթացքում, առաջին էլ չէ, որ մտա բանակ, ինձ փաստորեն ստիպեցին գնալ բանակ, ասում լսի, ես բաներ ունեմ, երաշխավորել ունեմ, որ գտի գնալ բանի, Լենինգրադի ասպիրանտուրան, ինչ բանակ։ Ու կանչեցին այդ գեներալ կար, Աշոտ Ղազարյան էր, ինչ քաք էր, գեներալ մայոր էր։ Գնացել են սպասում այդ բանի, Լենինգրադի հարամարշան ինչ-որ սենյակ էի բաներ, սենյակ էին թողել դրոյի մնում, հանրակացարնից մեկում։ Հաջորդ օրը բանը, հրաչին ասում, հրաչ են թղթերս բաներ ուղարկի թողգան են լեկցիաներ, մեկցիաները բան։ Հա, հեսակ ուղարկեմ բան։ Հետո մյուս օրը զանգում եմ ստատսա վերջնում, ասում այդ բաները, որ պիտի ուղարկեր էր, հրաչին չեղավ էր։ Հա գիտես, Կարինեի ջանդամս, հոշիմնեց բաներով խոսեց այդ Կարինեի մասին, այդ տականքի մասին, ինչ կա չկա տարել վառելա, ասում ոնց է տարել վառել։ Սաղ ասում այդ սաղ ինչքան թղթեր ունեի, ինչքան շորեր մորեր ունեի, սաղ տարել վառելա։ Տականքի ծնոնդալ ասի։ Անում ես։ Պրոբլեմատիկ հասկանում ես բան եղել, հասկանում ես դրանց հետ, ամեն ինչը։ Դրա համար ես որ ինձ կանչեցին, արդեն մի ամիս, երկու ամիս արդեն ուշացել ես, այդ հեռագիր էր եկել, այդ հանրակացարանի վրա, համալբանի, Լենինգրադի, որ սրոցն է явитесь в республиканский МВК, բան, հանրապետական կոմիտեան, մինիստրություն, պաշտպանի, հանրապետական վարենկոմատ։ Մի որ այրոպորտից իջել գնացել են այդ բանը, Մոսկովյանի վրա էր այդ պիոներ պալատ էր կոչվում, այդ պալատի կողքի շենքերից մեկն էր այդ մինիստրությունը։ Նոզալյան այդ մինիստրի մոտ սկսեց մի հատ բան կարդալ, ինչ-որ ճար կարդալ, ոբշին 25 միլիոն, 50 միլիոն մարդ են զոհվել, դու չես ուզում գնաս ծառայես, ասի լսի ինքեր Ղազարյան, դենը մարդիկ կան, որ ուզում են գնալ ծառայել, Սիլիքը կուրսը քանի հոգի, 5-6 հոգի կան կուրսից, որ ուզում են գնալ ծառայել։ Թող գնա ծառայել, ես ինձ համալսարանը ում է տվել բանը, ատեստացիա, որ գնան թողի ասպիրը, ոչ մեկին, ու կատեգորիկ, վաղվանից գնա ծառայության մեջ ես, հա, ես վաղ գնամ ու դուք տեսնես, ու տես թողեցի դուրս եկա, ու գնում եմ այդ ամբյոնի վարիչի մոտ, բանը, Գաբրիելյան հենիր են այդ, դրան ասում Գաբրիելյան, ինչումն է բանը, ասում է դու գիտես այդ բանը, դեկանը այդ թղթերը չի ուղարկել, ասում եմ թղթերը, բայց ոնց եմ գնացել, որ թղթերը չի ուղարկել, ասում եմ ես էլ իմացել, որ պարզում է ինչ-որ մի հատ քրոջ տղա ունի, ով ունի, սրան ասել են, որ այդ հենին ասել են, այդ տղային պիտի բան անես, ասում է տղեր որ չտես սովորել է, որ ճանաչենք, որ դրա մարդ ինչ-որ գործ անեք, որ ընդհովի բան,
Это ԿГԲ շպիկեր այդ դեկան կոչած մի աննասունիցանը։ Ո՞ր դրանց հասկանում ես։ Ոնց էլ ģեշ ակցենտով լսեք ախոր քաղաքացիներին ճահավոր բաներ էին։ Այդ լենինականցիների էլի բանը, բայց դրանց այդ բանը, այդ բանին դուրը չէր գալիս, լսի հասկանում ես։ Ախոքյալակ, Բայց թե հասկանում ես, այդ որ գնացեք իրովական, դանից, այդ մինչև տեղափոխվեցի այդ Բաքվի արմիայից, գիտես քանի տեղեր եմ գնացել եմ բան, օկրուգ եմ գնացել, բանը, ես ասենք բան այդ, հուլիսից թե օգոստոսից պետք է ծառայության մեջ լինեի, ես գնացել եմ երևի սեպտեմբերին, հոկտեմբերին, 2-3 ամիս ուշացած հասկանում ես, հատուկ որ չգնամ հասկանում ես ծառայության։ Ու ինձ բաներ արեցին, հա, ամեն անգամ դոշին բորդներ էին գտնում, որ ես բան անեն, ինձ դատի տան։ Այդ չաստում որ մնացի, այդ Սևերովաստոչնի բանկ էր կոչում, այդ քրիափին, այդ բանից որ իջնում ես, այդ Լենքորանի գնացքից, պետք է 4 տրանսպորտ էր գնում մինչև այդ կողմերը, այնտես մի հատ փոքր բաներ կային, լոդկաներ կային, այդ լոդկեն նստես, գնաս այդ պասյոլեկը, այդ թուրքական պասյոլեկ էր, որտեղ որ հենց քրիափին, մի հատ իկրայի գործարան կար այնտեղ։ Ու այդ իկրայի գործարանից ընես մի հատ հոտ էր գալիս, այդ նեխած բանի հոտ էլի։ Հա, դենտեղ բան այդ ձուկ էին վերամշակում, ինչ էին այդ փոքր կիլկիներ կան, բաներ կան, այդ ասետինայել որ բան էին անում, ծովից բռնում էին, հիմնականում այդ ասետինայի բանը որն էր, որ իկրան հանեն էլ, այդ սև իկրան, այդ Կասպից ծովից։ Ու բան այդ բաները թափում էին համար, հասկանում ես, այդ ասետրինաները, ամարջ եղել ժամանակ չէ, այդ ասետրինան չան, եթե թողես մի 2 ժամում այդ մնարևի տակ նեխել այդ միսը, հասկանում ես, ու ընդեղ համարյա ամեն օր մենք բան, ընդեղ բանը, մի հատ բան կար, Քարամյան հրաչիկ կար, այդ չգիտեմ որտից էր, նոյեմբերյանից էր, թե որտից էր, խիմիկ էր այդ հրաչիկը, այսօր գնացի, իրեն մնացել էր մի 6 ամիս որ պրծնել էլի ծառայությունը, խիմիկ էր ինքը մասնագիտության, հրաչիկներ ու մի հատ բանը, Գրիգորյան կար, ինչ էր անունը դրա, Քյաչատ տղա էր, Գրիգորյան Հովիկ, Հովանես, այդ դա մի պերիոդ ոնց որ կնիկ եկավ, ընդեղ չեմ հիշում կնգանունի չէր։ Այդ բանի մսից խորոված էին բանում էլ այդ ասետրինայի, բայց իմ վրա այդ ասետրինան բան չթող, ինչքան ես ուտում էի հետ էի տալիս, էլ չգիտեմ ինչ բաներ իմ մոտ։ չի ընդունել։ Հա։ Ընդեղ ասենք, այդ իգրայի կիլոն բանից այդ բանով նենց կիլոյը վաճառում էլ այդ բանը։ Տեղեր կան 30 ռուբլեր, 25 ռուբլեր չեմ հիշում կիլոն ինչ։ Այդ Լենքորանը բան տեղ էր էլ, հասկանում ես, Իրանի հետ ինչ-որ գրանիցաներ կար այդտեղ, այդ Լենքորանում, Ինչ ձկներ կային այդ բանում, հա? ինչ քուրում, ինչ ձուկ կար, համով ձուկներ բռնում էին։ Չէ, քուրը չգիտեմ, քրում ինչ ձուկ կար, ես դաժե, չգիտեմ, այդ գիտկաները որտից էին բռնում դրանք,
Ես քուրը դե բան է գետ է, լսի, բայց բան է, գետ քրի ջուրը Չէր խմում։ չայնիկով լսում էր այդ բանը, չայնիկի սենց կեսից ավելը դիղմ էր, հասկանում, դա խմելու ջուր չէր, բան չէր, երասներ, որ դեղ հիմնականում բան էր, հանքային ջուր էր շատ քիչ կար, հիմնականը սերվա բանը, պիվա բան էին, էլի։ Ու ես որ քամի էր լինում, այդ օդի մեջ բան էր, լսի, փոշի էր սա։ Դա ես ինչքան էր 5 ամիս, 5-6 ամիս մնացի հասկանում ես այդ բանում, Լենքորանսկի դիվիզիան, մոտո բան էր, մոտոստրելկի պոլկ էր, ոնց էր, 970, 120, ոնց որ համարի մետ մոտոստրել, սաղ բաներ էին, էլի, հալկաշներ էին, այդ կամանձեից սկսած, սալդատներով վերջացրած էլի։ Շտաբի պետքն էլ հայ էր, մայոր Միսակյան։ Ոչ չէ, տենց գնացել եմ բանը, Վարգինսկի արմիան, գնացել եմ բան, Զակավկասկի վայնի օկրուգը գնացել եմ, այդ կամանդոշի մոտ եմ գնացել, Մելնիկովներ, ինքը տեղում չէր, այդ մի հատ գեներալ մայորը ինչ էր դա ընդունեց, ասի սենց բանով եմ եկել, բան եթե հնարավոր է ինձ տեղափոխեք բանի արմիա, էլի, ուրիշ արմիա, ու տենց թողել եմ տեղ մի քանի շիշ տենց բանը, կոնյակ էր, ու անցավ գալիս եմ պոլք, որ ինձ ասում է, որ բանը վաղը դարդն է, Արիստորը գրի, որ բանը, չեստ օֆիցերսկե սուզի, բան, ու այդ բանը, երկու օր հետո, այդ օրը գնում եմ բանը, Նաչալնիկ Արաուլ, ու այդ նույն օրը, հաջորդ օրը, բան այդ, Ստրայևոյի չարսի այդ կապիտանը, ոչ հանդեպեցի դրան այդ բանում, պոլկից դուրս գալուց հետո, տեսնեն դա գալիս է, բան, ասում, я тебя поздравляю, բան, ասում, ինչ եղել, բան, ասում, тебя переводит, ու տենց ինչ բանը, տեղափոխեցին բան, արմյանսկի բանը, գնացել եմ այդ Monumenti այդ բանակի բանը, շտաբը, որտեղ ասի, որտեղ ուզում եք ասի, չգիտեմ ինչի, ուզում ես կիրո, ասի ուղարկի, ասեց ուզում ես Երևան, աս չէ, Երևան չեմ, աս ուղարկի, դենտեղ սաղ այդ մանակերները, ընդեղ 2 ամիս քանակյարի բանում են ողել, որ համասանում վայնի գործ են կանցում, ընդեղ մեզ 2-3 անգամ, մի ամսով հոկտեմբերյանն են տարել, մի անգամ քանակյար են տարել, մյուս 3-րդ անգամ չիմացա որտեղ տարան, մի ամսով էլի այդ բանը, քննություններ բաներ պիտի այրել, վայնի, մարզենի, տանկի բանի, 3-4 ամսով ես տեղերում սպորներ եմ եղել, էլի, ու դաժե մի անգամ էլ քանակյարի պոլքում, որ գնում ենք ընդեղ այդ բանը, ճաշարան հաց ուտելու, դες այդ բորշ էին նպել, դες եմ ասենց երկար ворդ, են բանի ջրի ворդեր կան, այդ հողի տակի ворդեր կան, այս ворդ տարում ես խոլ, ուղղել ասում ես ворդ եք տալիս,
ու սա էս բանը բուն տարեց, էս զբորը թողեցին գնացին լսիցի, էս կիրով բանի, կանայեր էտ բոլկից։ Հասկանում ես, իրադարձություններն են բանանում, զարգանում, որ դու ես չէի կարող կոնտրոլ անել, դրանց ընթացքը ոնց կգնաս, հասկանում ես։ Ես որ գնացել եմ արդեն բանը մի 2 ամիս, 3 ամիս ամենում, որ իմ սրոկը պիտի պրծնել էլի բանակում։ Ես գնացի, հասկանում ես, հատուկ բանում, որ պիտի բանանեն ցանկացած ձև գտնել, որ կարողանամ մտնել էլի այդ բանի մեջ, պարտիայի մեջ։ Այդ բանին հանդիպեցի կամանդիր պալկային, Բուլավին, Վասիլ Միխայլովիչ էր, չեմ հիշում անունը հայրանունը։ Այդ Բուլավին հանդիպեցի ու տենց գնացի բանը, տեղ բանը, կամանդիր զոհ որպես։ Հետո պարզվեց, որ այդ բանը, ես առաջին բատալյոնում էի այնտեղ, նա պատպալղունիկ էր այդ կամանդիր բատալյոնը, ես տեսա, որ բան չէլ, ինձ տեղ հարմար չի լսել։ Ամբողջերով տես սալդատների հետ տանես տեղ ընդեղ, տարբեր բաներ, վարժություններ, զինավարժություններ, կրակել, այդ սպորտ բաներ, ստրելիչա բան։ Հետո բանը, մի հատ բատալյոն կար, բանի, չոր ավտոբատ էր կոչում, ավտոբատալյոն էլի, որտեղ որ տանկեր էին, ու բրոնետրանսպորտյորներ և բաներ, այդ բանը մազ մակնիշի, 537, տենց բանի, բարձր բանի, ռեմորկը երևի մի 30 մետր կրնա էլի ամենակիչը դա ռեմորկը, դա նախատեսված է ռակետներ և տանկեր ու բրոնետրանսպորտյորներ տեղափոխելու համար էլի պատերազմական իրավիճակում, եթե պատերազմ է տանկը պիտի խփեն, պիտի քաշեր այդ բանով տրոսներ ուներ այդ մեքենան էլ, այդ բանը ռեմորկը, տրոսով բանը պիտի քաշեր այդ տանկին բանի վրա, կուզոյի վրա ու տաներ բոյի դաշտից հանեիր էլի, պատերազմի դաշտից, ու այդ բանը, դրա կամանդիր բատալյոնը մի հատ Հովանեսյան Ջոն էր անունը, Ջոն Կիրակոսյան, Ջոն Հովանեսյանն է պարզ, Հովանեսյան, Ջոն Հովանեսյան, այդ չոր բան էր, ռակով պարկեց ու տենց էլ չվերկացա, ու ոչմ, մի 2 օր հետո, 3 օր հետո իմացա, որ մահացել է այդ Ջոնը, այս Բուլավինը կանչեց, ինձ ասեց գնե բատալյոնը ընդունի, ոչմ մի 15-20 հոգի բաներ էին, տենց պերսոնալ է, սալդատներ էին, սերժանտ, ես գնացել եմ ընդունել եմ դա, ու բանը, պտի նախապատրաստվեին, պտի այդ ավտոները բանանեին, տանեն, գնային ուչենյայի էլի, և բանը մի 200-250 հոգի բաներ կանչեցինք, բաներից, այդ գրաժդանսկի բաներից, վարորդներից, որ պտի գային 2 ամսով բանը, տեղ այդ ավտոները բանը, որ պսի կարողանան բանանել էլի, տիրապետենք քշել էլի, ու տենց դրանց բանարեցինք, տենց ինստրուկտորի բաներով, օրեկան դրանց հետ պարապում էինք այդ մեքենայի այդ բաները, քանի որ հատուկ բաներ են դրանք, այդ մեքենաները առաջին անգամ էին փորձարկում բանի պայմաններում, էլի հարթ բանը, լեռնային պայմաններում, դրանք հիմնականում Ռուսաստանում են փորձարկել, երբ որ ուղիղ բանը, բաների վրա է, էլի դա, ուղիղ տարածքների վրա, որ տենց այդ որ ուչենյայի դուրս եկանք, այդ մեքենաներով, 2 մեքենա էկիպաժներով իրենց, գնացին այդ բանը, այդ մի մեքենան, այսինքն բան բարդած էր եղել, տանկ էր, տանկ բարդած
դեպի այդ ախալքալակի բաներն ենք բարձրանում, բարձունքները, որ պիտի գնանք տենց Վրաստանով, բանով, ֆրանգանք, դրանցից երկու մեքենան գնացին այդ ձորեր հասկանում ես, այն մի էկիպաժը դալի մահացել են, երկու վարորդով, այս բանի մեջ եղած, այդ մեքենանը դե բարձրությունից որոնք է սա, դե առանձնապես այդ տանկին բանին բան չեր լինի, բայց այդ մեքենան էլի, կուզով մուզով վնասվել էր էլի դա, ու դա այդ Դորում 2-3 մեքենաների մոտորները խփեցին էլի այդ, եթե մոտորը տաքանում է, եթե նախատեսված ասենք մի ժամում պիտի առաջի սկորոստի դեպքում քշես 10 կիլոմետր արագությամբ, երկրորդում մի քիչ ավել, երրորդում ասենք մի 40-50 ոչ ավել, ու այդ բաները նորմաները սաղ այդպես խախտվել էին ու հիմնականում այդպես մի հատ մոտորը քանդելու բեռնավ ուղարկելու համար համարյա 7-8 ամիս տևում է դրսի, հասկանում ես, արդեն այդ վերջի մոմենտներն էր, ես դոլավին ինձ կանչեց, դա բանա, դավայ բանա, պիտի բոքսեր կառուցես սրանց համար, բոքսեր կառուցելու համար պիտի ասենք հիմնականում բետոնով մետոնով հարմար չէր էլ, երևի ծածում էի բանով անեմ, գնամ այդ արդյոքից, ասենք տուփ քարեր բան անեմ, պայմանավորենք, ասենք դրանք այդ տուփ քարերը կտրեն, ասենք մի քանի հազար, չգիտեմ քանի 40-50 մեքենա պիտի այդ բաներով, այդ փոքր ավտոներով բերել, ես դրա համար իրեն ասի արի բան անեմ, ես վերցնեմ մի հատ կուզով սարքեմ, ես բաների վրա, տրայլերի վրա, ու բան արեցի, գնացի մի քանի տեղից տենց, մեծ քանակի տենց մի ավտո բան բերեցի, այդ ֆաբրիկ, այդ բաներ են, ինչ-որ անտարտնտեսություն էր, այդ ուղի քաշած փայտեն են, ասի դրանցից բան անենք, կտրենք, կուզով սարքենք, ու այդ մեքենայի վրա մի 10-15 բանը գրուս կլծվելի, ու տես դրանով բերեցի, բան արեցի, այդ կուզովը սարքեցի, ու գնում էի բանը, գիրովական արդիկ, ոչին, մի 3 ռեյս արդ եմ երևի, 3-4 ռեյս էդ, մի 40 ավտո երևի կլներ էլի, 40 էդ փոքր ավտոներից գրոծը, ու տենց վերեց էդ բոքսերը կառուցեցի էդ բաները, վարորդները բաները սրեցի ու բանին, էդ Վոլավին ասի, բանի մեջ ընդունվելու համար ինչ ապեր, բան չէ, այսինքն ես կզմտա այդ բանի տածել դիվիզիայի, ասում եմ բանի մեջ ընդունվելու համար, էլի բարձյայի մեջ չէ, ասնում ենք բաներին, զվուգազիչնիկներին չենք ընդունում, ու իրեն բանը, իրեն հետ վերկացան գնացինք մի օր այդ կողքի մի քիչ 10 րոպե դուրս ես գալիս այդ բանից, Կիրովականից այդ աչքով ինչ-որ լեռներ կա, այնտեղ մի հատ ռեստորան կար հայտնի, գնացել ենք այդտեղ, նստել ենք մինչև ժամը 1-2-ը այդ ռեստորանում, հետո հետ ենք եկել այդ կողքը, ասում եմ բան, ինձ ասում է բան արա, հիմա գնում ենք բան, ժողով անենք, ասում եմ գիշերով ինչ ժողով, ասում եմ, մտել ենք փորձ, սելեկտորը վերջեց, այդ բանին ասում, պարտքում 5 րոպետով բոլորը ստեղ լինեն այդ պարտիականները, ժողով ենք հրավիրել, իրեն ասում է բան չի, ժողով, ասում է պիտի ընդունենք պարտիայի մեջ, չի ասում է դաշտպանկոմնիկ, ասում է Գարելովի ցուցումը կա, Начальник парадели, որ դուգարճիչներին չեն կտրունում։ Այդ Վոլավինը պաշոլ он нахуй ասма, գարելո,
Հիմա բանալա սաղին կանչի, որը պարտական եմ։ Ժամը 2-ին ժողով Սարգսյանը принимает партию։ Ու ընդունեցին։ Թե ընդունել չի, միայն ժողովն էր ինձ պետք։ Իրենք չեն կարող ընդունել, եթե ժողով անեն, ինձ այդ պրոտոկոլներ պետք։ Վերեցին, որ սենց, հիմա բնական է, որ այդ բանը, այդ գարելը կոչվածը պիտի մերժի։ Հասկանում ես, որ գործերը ուղարկել ենք բան, գործերը ուղարկել են այդ դիվիզիա, պոլիտաձել, այդ պոլիտաձելում ինքը սպասել է այնքան, ինչև ին հրամանն եկել այդ գարելով կոչվածը, նա երևի իմացել է, ասենք մի շաբաթվա, երկու շաբաթվա բան անի, այդ պրիկազը որ եղել է, լսի, ես բան չեմ արել, արդեն դեմոբիլիզատ արված է օրենքով, բայց կարևոր բանն է, որ ես դες գնացի գենշտաբ, Մոսկվա գենշտաբում մտա այդ բաների մոտ, այդ Գրեչկոն է ժամանակ մինիստրաբարոնն էր, այդ դանդեղ չէր, այդ Գրեչկոն, ինչ-որ Աֆրիկյան երկեր գնացել, արաբական երկեր գնացել, այդ վիճակը երև այդ Բաշար Ասադ է, ինչ էր դր հետ կապված, ինչ-որ, ու բան այդ, դր հետ գեներալ մայորներից մեկին, այդ տեղականներից մեկն էր, զանգում է բանին, Մելնիկովին, այդ Զակավկասկի վայնի օկրոգի կամանդոյշին, ասում է, տայիշ գեներալ պոլկովնիկ, սենց մի հատ գործ եղել, բանում, հայկական բանակում, այդ Կիրովականսկի դիվիզիայում, ու բանը, ես էլ բան անում, այդ կամանդոյշին զանգում է բանին, Բակինսկի արմիայի կամանդոյշին, այդ Բակինսկի արմիայի կամանդոյշին ես բանին կանչում եմ մոտը, այդ գարելով կոչան, այդ պոլիտացելի պետին, ու վիգը տալիս, բանին, որ ձվոգացի շեկին չընդունում, դու ինչ իրավունք ունես, որ չընդունես, ես 2 տարի նա ծառայել է, ու հենց որ վերադարձա բանից, այդ Մոսկվայից, այդ Թիվլիսից, հետո եկա Կիրովական, եկա Պոլկ, հլնդեղ էի մնում այդ բանը, այդ Պոլկի դիմաց այդ Միչուրինի փողոց կար, հենց այդ 5 րոպեվա ոտքի ճանապարհ այդ բանը KPP-ից էլ այդ Պոլկի, ուղի գնում էր այդ ախնքալակցու տուներ ընդեղ, այդ փոքր սենը բան ուներ, այդ փոքր 2 սենյակ բան ուներ, այդ բանը որ վերցել էր, մի հատ էլ հետը ստաղա կար, Ռուստամով էր այդ բանի, Վրաստանի Շամյա շրջան էր կոչում, դրա այդ Ռայկոմի առաջի քարտուղարի տղան էր այդ Ռուստամով, որ դրա հետ եկավ բան, Կիրովական, այդտեղ ինձ ասեց, լավ ասում է, հերս տեղա բան, զվակվեց ծանոթացա բան, որ ասում եմ, ինչով կարամ օգնել բան քեզ, չասում է, եթե կարաս իմ տղային օգնի թվի պարտիայի մեջ, ասում լսի ես էլ չեմ ընդունում, ես գործ եմ տվել, ասի թող ինքը բան ներկայացնի, էլի, թղթեր ներկայացնի, ես իմը անորոշ վիճակը, հասկանում ես, ու այդ Ռուստամն այդ գնացել էր, չիմացա ում հետ էր խոսել հերը, այդ տղեն գործերը ներկայացել էր, ու բանա, երբ որ մտան դուրս եկան մի քանի անգամ կոմիսիայի ժամանակ, ու հերթը հասավ ինձ, մինչև այդ մտել են տարբեր մարդիկ, դրան հարցնում եմ ինչա բանա, ընդորում ինձնից առաջ ես էլ եմ մտել, ես չէի իմացել, ես Ռուստամովն էլ եմ մտել, ասում եմ Ռուստամ բանը, ինչ էր անում դրե, չեմ հիշում, լսի, մի հատ 21 վոլգոն էր, դա դրանով էր ման գալիս տեղ, Կիրովական, ասում եմ չեմ անցել, ինչ-որ հարցեր տվեցին ինձ, չկարողացա պատասխանել, ասում եմ, բայց ես դրսում, ես ինչ կարող այնել քեզ, քույրը ում հետ է խոսել, որի պտի լավ լինի, չգիտեմ ինքը ասնել, որ լավ կլն էլի հերը, կանցնես դու,
ու տես որ ես մտա, որ ինձ սկսեցին տես տարբեր բաներ հասկանում, այնպես բնույթի հարցեր, հասկանում ես, որ դա ինձ համար ոչ չի ասեմ այդ սաղ այդ համալսարանում 5 տարի ես մենակ այդ տականք այդ Լենինի սա գրքերն եմ մշակել, հասկանում ես, 50-ից ավելի գիրք ուներ, հատորներ ուներ, հասկանում ես։ Ու դրանք այդ 1000 որ կար 25-28 հոգի մարդ էին, հասկանում ես, սա վայնին էր, գնդապետներ, մայորներ, պատվալկովնիկներ, հասկանում ես, մի հատ գեներալ կար, մեջները։ Ինձ ասում են բանին, մեկը բաներից այդ գնդապետներից 2-3 հոգի վեր են կենում, ասում են այդ Գարելովին ասում են տավիշ գեներալ։ Հələ մի հատ այսքան մարդ կա, 25 հոգի ես հանձնաժողովի մի հատ։ Հələ այս հարցերը մեկն ու մեկ դուր ասում կպատասխանեն, թե չեն պատասխանի, հասկանում ես։ Ու ժամուկես այդ քննությունը ծրբան դելսի։ Ու տենց անց հասկանում ես։ Տենց անց այդ կարևորն էդ էր։ Ինձ բանը տվեցին, այդ կարտոչկա գրեցին, տվեցին, այդ վերջում են ինձ ասեց, ես քեզ որից է բան չեմ կարող ասել, դու ինքդ քո ճանապարհը կգտնես, այդպես մի բան ուր էլի շաբլոն։ Ու թողեցի դուրս եկա։ Ասի то спасибо։ Հա դե բանը թվում է։ Ես քեզ ժամանց հրասպասել եմ։